Հուլիսի 24-ն է, քիչ առաջ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները Երևանի քրեական վարչությունը բերման ենթարկել 3 քաղաքացու իմ տեղեկություններով այդ անձիկ բերման են ենթարկվել Դիլիջան քաղաքից եւ կասկածվում են օրեր առաջ Երևանի Արեշում աղմկահարույց սպանության գործով 3 կասկածյալները արդեն այստեղից երևի մի քիչ հետո կտեղափոխվեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին կան նաեւ օպերատիվ տեղեկություններ, որ նրանք պատրաստվում էին Տավուշի մարզից մեկնել լքել Հայաստանը, մեկնել Վրաստանի սահմանով, որ ասում ժողովրդի լեզվով ասած թռնեին Հայաստանից, բայց Երևանի քրեական ոստիկանության ծառայողների ճիշտ գրագետ օպերատիվ աշխատանքի արդյունքում այդ 3-ի համար շաբաթ նուրբաթից շուտ եկավ։ Նախաքննության շահերից ելնելով այս պայն չենք հրապարակում նրանց անունները, բայց չկարողացան ճողոպրել Հայաստանից եւ նրանք կասկածվում են Երևանի Էրեբունի վարչական շրջանում մարտաֆիլմ հիշեցնող հանցագործություն կատարելու երիտասարդ տղային հրազենային մահվան վնասվածքներ պատճառելու մեջ։ Գիտեք, այդ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առանձնապես ծանր հանցագործության մասնակիցներին վնասազերծողներն են, ովքեր նրանց տեղափոխեցին Երևանի քրեական ոստիկանություն, վարչություն եւ հիմա հավանաբար գնում են արդեն իրենց գործով, բայց բավականին օպերատիվ է գործել Երևանի քրեական ոստիկանությունը եւ հենց Երևանի քրեական ոստիկանությունում են ստացվել օպերատիվ տեղեկությունները, թե որտեղ են գտնվում այդ 3 կասկածյալները։ Դիլիջանում են վնասազերծել, գիտեք, որ դեպքի մասին է խոսքը, օրեր առաջ Էրեբունի վարչական շրջանում այդ աղմկահարույց կրակոցների հետևանքով 20-ամյա երիտասարդ տղան տեղում մահացել էր, 15 տարեկան մի տղա էլ տեղափոխել էին հիվանդանոց։